Այդ քայլերը, որն արվում է, ձեռք է տալիս կոնկրետ բնականաբար արևմտյան շատ երկրների, որովհետև կա գլոբալ հակամարտություն եւ փոխանակ մենք ամեն կերպ խուսափեինք այս ամեն ինչից, մենք չգիտես ինչի ինչ որ բախման կետերից մեկը դարձանք։ Եվ երբ որ հատկապես եվրոպական երկրները, արևմտյան երկրների մոտ է գտնվում ժողովրդավարության կնիքը դնելու, այսպես այդ կնիքը հաստատելու։ Այստեղ իրանց սրտով գնալու համար այդ ամեն ինչը արվում է, որ այն մնացած բազմաթիվ ապօրինությունները, քաղբանտարկյալները, որոնց մասին մենք խոսում ենք, բարձրաձայնում ենք, ընտրություններում խախտումները, ԲՀԿ-ի մանդատներ գողանալու մնացածը այնտեղից խնդիր չառաջացնի։ Ու այստեղ նաև քանի անգամ հնչեց կարծիք, տեսեք, բան չկա, քաղբանտարկյալների հետ կապված զեկույցներում ոչ միտեղ արտահայտված չէ, բնականաբար չի արտահայտվելու։ Մենք հասկանում ենք, չէ՞, որ կառույցները քաղաքական շատ մեծ ենթատեքստ ունեն։ Եվ այդ ժողովրդավարությունն էլ մի գործիք է, որ երբ պետք է օգտագործվում է այդ մուրճը, երբ պետք չի օգտագործվում։ Հիմա այս ամեն ինչը արվում է նաև մեծ մասով այս ամեն ինչը, որպեսզի չնկատեն, շարունակվեն եւ մեծ հաշվով այն քաղաքականությունը, որի արդյունքում դուք երկիրը բերել եք այս վիճակին, արվում է պարզապես սեփական իշխանությունը պահելու համար ու ժողովրդի շահը այստեղ ուղղակի անտեսվում է։ Եվ գիտեք, սա մի հատ այսպիսի սոուսի տակ է մատուցվում, որ մենք ինքնիշխան ենք, այդ դրա համար մենք չենք թողելու մեզ թելադրեն, այս անեն, այն անեն։ Տարիներ առաջ տեղի ունեցած էթնիկ զտումը, արցախցիների 150,000 հայ էթնիկ զտել են։ Դուք համաձայն եք սրա, այդ էթնիկ զտումը եղել է, թե չէ։ Համաձայն եք, չէ։ Իսկ ինչի մենք դրանից չպետք է խոսենք։ Որովհետև ադրբեջանցիք խոսալու են իրանց Հայաստան գալուց։ Չէ, ժողովուրդ, այս երկու տարբեր հարցեր է։ Այս իսկապես երկու ընդհանրապես իրար հետ կապ չունեցող հարց է։ Բան են չի արել, այդ մարդկանց այնտեղից քշել են, տնավեր են սարքել։ Գերեզմանները ինչի պիտի սա մեր արտաքին քաղաքական օրակարգում չլինի։ Կա սրան բացատրություն, չկա։ Բացատրությունն է, որ եթե մենք սրանից խոսանք, կարող է հանկարծ վայ պատերազմ։ Չէ, չկա տենց բան։ Սա մեր բանակցային դիրքերը այս հարցը օրակարգի մեջ պահելու միայն ուժեղացնելու է։ Միայն որովհետև սա արդարացի պահանջ է, ու սրա հետ համաձայն են բոլոր այն երկրները, ովքեր նույնիսկ հիմա իրար հետ կոնֆլիկտի մեջ են։ Համաձայն են սրա հետ, որ ասում են այ մարդը եղել է էթնիկ զտում։ Ու շատ կազմակերպություններ, շատ մեր հայրենակիցների դրսում, որ փորձում են այս հարցը բարձրացնել, ասում են ժողովուրդ, մենք անզոր ենք այս թեման առաջ տանելու, քանի դեռ ձեր իշխանությունը չի խոսում սրանից, ու նաև տեղեր կա հակառակը ասում է մի խոսացեք այդ ամեն ինչից։